Մի քիչ համբերենք ու սկսենք ժողովրդություն։ Շատ կարևոր բան կա ասելու։ Ուրեմն բարի երեկո բոլորին։ Չեմ ուզում ոնց որ բոլորը այնց քննադատի դերում լինեմ եւ քննադատորեն մոտենամ, չնայած մեր երկրում ամեն ինչը քննադատելի է, ամեն ինչը։ Ուղղակի շատ վիրավորական պահ կա բոլորիս համար, դա գիտեք ինչն է, հարգելիներս, երբ որ մենք խոսում ենք հայրենիքից, սակայն բանից պարզվում է, որ մեր երկրում հայրենիք սիրելը հասկանում են ֆեյսբուքյան տիրույթում, սակայն այն, որ գործնականորեն ինչ-որ մեկը փորձի իր տանից դուրս գա կամ այս տիրույթից դուրս գա եւ երկրի համար ինչ-որ մի բան անի, դա բացակայում է մեր մոտ, որը շատ սարսափելի է։ Եվ գիտեք, մենք հայերս ենք հիմնականում, որ մտածում ենք այն ինչ որ մտածում ենք եւ մեր մտածածը երբ որ արտահայտում ենք այսպիսի տիրույթում իրար բացում, իրար հանդեպ բացվում, մեզ թվում է, թե ինչ-որ լավ բան ենք անում մենք մեր երկրի համար, բայց այդպես չի, հարգելիներս, երկրի համար գործանելու համար պետք է դուրս գանք տանից, ինչ-որ աշխատանք կատարենք։ Ես շատ ու շատ լսում եմ, այսինքն մենք բոլորս ենք լսում, ոչ թե միայն ես, որ հենց հատկապես այս պատերազմից հետո սիրում ենք հիշենք մեր հերոսներին, ցույց տանք, որ մենք իրանց կողքին ենք, որ մենք իրանց հիշում ենք, իրանց ընտանիքների կողքին ենք, բայց ոչ մի բան չենք անում ընդհանրապես։ Մենք միայն ցույց ենք տալիս, հիշում ենք հերոսներին, հուզվում ենք իհարկե, բայց ոչ մի բան չենք անում։ Երբ որ գործը գալի հասնում է նրան, որ ինչ-որ մի քայլ պետք է արվի, փաստացի ինչ-որ քայլ արվի եւ օգնվի թե տվյալ ընտանիքին, թե երկրին, թե բանակին, թե սահման պահող, մեր տղաներին, չկա այդպեսի բան։ Լիքը PR-ներ են անում, ուղղի եթեր են դուրս գալիս, ցույց են տալիս, որ իրանք համազգեստը հագած եւ ցույց են տալիս, որ իրանք կանգնած են սահմանի կողքին, կանգնած են կռվող տղաների կողքին, բայց գիտեք, այնքան խայտարակ վիճակ է դա, որ տվյալ մարդիկ ասում են ճանաչեք մեզ ճանաչեք, լտեսեք, ես քշում գնում հասում եմ սահման, ես ինչ գործ եմ անում դե, բայց հետո պարզվում է, որ դրանք սրիկայություն են անում, ուղղակի։ Սրիկայություն են անում, որովհետև անձամբ ես շատ ու շատ, ասենք, մեր թե վարժանի կոլեկտիվի օգնությամբ, թե ջոկատով շատ ու շատ տեղացներ ենք մենք ուղարկում սահմանամերձ շրջան, բայց բանից պարզվում է դրանք տեղ չեն հասնում։ Գալի տանում են ու հանկարծ մենք տենում ենք դրանք ինչ-որ տեղ դրված եւ երբ որ զգուշացնում ենք, թե ինչի համար, բա սա պետքա գնար ասնես սահման, չէ՞, ինչի համար սահման չի ասել։ Դե ինչ-որ պատճառներ եւ այլն, լավ, չեմ խորանում այս մասին։ Հիմնական խնդիրը նրանում է, որ ուզում եմ խոսենք գործից, ժողովուրդ ջան։ Գործը նրանում է կայանում, այսօր մենք մեր փորձերի ժամանակ, երբ որ կանգնած նայում էի, թե ինչպես էին մեր վարժանի սաները պարապում, որ
ցույց տային վաղը երթման արարողության օրը ցույց տային թե ինչի են ընդունակ իրանք մի ոգևորություն ապրես մեջս հասկանում եք եւ այդ ոգևորությունը որպեսզի տենակ ես վաղը ժամը 11-ին բոլորիդ հրավիրում եմ մեզ մոտ Տիգրան մեծ ռազմական վարժարան եւ մասնակից կլինեք հրաշալի մի բանի իրոք հրաշալի բանի դա կմոռացության կտա մեզ որ մենք ոչ թե պարտված այլ հաղթած ազգ ենք դա մեզ կտա հենց այդ վաղվա միջոցառում մեր այն փայլը այն հզորությունը որ դուք կտեսնեք մեր սերունդի մեջ հա հնարավոր չէ որ դրանով մենք չոգեկոչվենք չոգեշնչվենք եւ դրան զուգահեռ ովքեր էլ որ չեն կարողանա ուրեմն գան ապա ես խնդրած կլինեմ մենք ժամը 11-ից ես կհանձնարարեմ ուղի եթեր կմտնենք եւ կտեսնենք թե ինչպես են մեր երեխաները մեր ապագա զինվորները պատրաստ հանուն մեր երկրի եւ հանուն որ երկրի վաղը կիմանաք դա այսօր ես այդ մասին չեմ խոսի բայց հիմա դրան զուգահեռ ես ուզում եմ խոսեմ բոլոր այն գործանողներին համար ովքեր որ ասում են մենք կանգնած ենք մեր բանակի կողքին կանգնած ենք մեր այն մեդալներ ծախողների մասին եմ ուզում խոսամ որ ինչ որ մեկին մեդալ են տանում տալիս ասում են գիտեք բայց մի պետք է գումար տաս այդ մեդալի համար որտեղ փող եմ տվել սարքել եմ շատ վտանգավոր բաներ է կատարվում իմ միջոցով ասում հիմա այդ ամբողջին զատ ուզում եմ անդրադառնամ մի քիչ այս երկու օրերի վերաբերմունքով մեր պաշտպանության նախարարությանը որ ով գալի նստում է պաշտպանության նախարար առուծի սիրտ է կտրում ասում է всё խփելու ենք ջարդելու ենք փշրելու ենք այս ոնց է խփում ջարդում փշրումը քանի զոհ տվեցինք մեկ արդեն քանի վիրավոր տվեցինք ինչքան կորուստ տվեցինք եւ ինչա կատարվում ընդհանրապես մեր երկրում այս քաղաքական իրավիճակում հենց ասենք միտեղ մի քիչ վտանգվում է մեր սահմանը քաղաքական էլիտան սկսում է շեղել մեզ հա դա կլինի, չգիտեմ, ազգային ժողովով իրար վրա շիշ շպրտելով, դա կլինի, չգիտեմ, փողոցային ինչ-որ մի պայքարի դուրս գալու փայով, բայց հավատացեք, որ դրանցից ոչ մեկը հաստատ այս երկրի մասին չի մտածում։ Երկրի մասին մտածողներն այդպեսին չեն ելնում։ Երկրի մասին մտածողները նախ ժողովրդի համախմբման մասին կմտածեն։ Ուրիշ ոչ մի ձև ես չեմ կարող մենք հասկանանք որ երկիր կունենանք եթե համախմբված չլինենք մենք այդպես է համախմբվածություն էլ ոչ թե միայն երկրում այլ համայն հայության մեջ պետք է լինի այդ համախմբվածությունը սահմանում մեր զինվորը ցեխերի մեջ ապրում ցեխերի մեջ հետաքրքիր է մեր այս պաշտպանության գերատեսչական այդ ղեկավարներին վերցնենք իրանց կոստյում շալվարներով, այս կոստյումով ամբողջովին տանենք մի հատ դիրքեր, ասենք իջեք ոտքով գնացեք պատտվեք, մի հատ էլ նստեք այդ վրաների մեջ, ծակ վրաների մեջ անձրևին, հետո դուրս եկեք, մի հատ էլ կորոնա կվերցնեն կամ թոկաբոր կվերցնեն, որ նոր հասկանան մեր սահման պահող տղաների ղադրը։ Ամոթը իրոք, էսի չեք անում։ Եթե դուք այսօր չեք հարգում, չեք սիրում, չեք մտածում մեր երկիրը պահող տղերքի մասին, նրանց մասին, ումով դուք հաստատում եք ձեր քամակները։ Հասկանում եք, այդ որ նստում եք փափուկ բազկաթոռների վրա տակա լինում, հա, չի մրսում ձեր հետույքները եւ այլն, ախր այդ տղերքի շնորհիվ է այդ ամեն ինչը։ Լմեք իրար արեք տեղներից հետ։ Ու խոսքս վերաբերում է լրիվით։ Հաբրկած եք արդեն իսկականից, մինչև չենք խոսում, չենք ասում, ձեր մեջ ուրեմն չի մտնում այդ բանը, ես չեմ հասկանում։ Հա? Վերջ տվեք։ Հերիք եղավ, ումը պաշտոն են տալի, մի հատ գալու է կապով ստես վզին,
Իրանց ցույց տալ է թե ինքն ա ու կա ամբողջը, մեկ էլ վաղ իսօրը մի հատ դավաճան ա դառնում ինքը, հանում ստրիկտիր են անում իրան հետեղածից, այդ պաշտոնից բանից, հետո մինչև երբ էս պետք է շարունակվի, ես չեմ հասկանում այս երկրը։ Լսեք, էսի ձեր հոր Դուքյանը չի։ Էսի մեր երկիրն է, հասկանում եք։ Երկիրը եւ ձեզ ոչ պետք չի տվել այդ իրավունքը, որ դες վերաբերվեք թե մեր սահմանների, թե մեր զինվորների, թե բանակի հանդեպ։ Ոչ չի տվել ձեզ այդ իրավունքը։ Մի օր կկատաղենք, լուրջ եմ ասում։ Կապես ոստիկանների արած գործը որ կա, մի օր կկատաղենք, արա գելենք հանցագործ կդառնանք, ախր։ Հետո կասեք հանցագործ են այս մարդիկ։ Այդ չի կարելի այդպես։ Կամ էլ այդ լակոտներ դարի ոնց ասեմ ես այդ ոստիկաներին, որ իմ մեջ չի տեղավորվում այդ ամեն ինչը։ Հրա դուք մարդ եք տո։ Թարայ, ես չգիտեմ ոնց դիմեմ ձեզ։ Ախր տեսանք ով եք, Ես պատերազմի ընթացքում տեսանք ոնց էիք նավնավում, լացում, լցնում տակները, թե ես ինչ վիճակ է։ Այստեղ ձեր ուժը մենակ կամ ընջի, եթե ձեզ տվել են այդ իրավունքը, որ դուք կարգ ու կանոն պահպանեք, սենց բաներ են անում խի։ Մեր հայերն են իրանք լրիվը։ Եթե դուք չեք ընդունում իրանք հայ են, մենք կընդունենք, որ իրանք հայ են։ Նայեք ինչ եմ ասում։ Զորով հանցագործներ եք ուզում դարձնեք մեզի։ Ես սա կյանքներս թուրքից պաշտպանվանք, մի ումից պաշտպանվինք ստեղ։ Լասեք։ Թուրք զնդից է ռոզիսկ տվել, բերեք սելա վրեկս միջազգային ռոզիսկը, դուք էլ ստեից տակ, լուսնի վրա էլ այլ մոլորակայիները չեն թողնում ապրինք, հետո ոնց անենք այդ ամբողջը, լասեք տենան, կարմիր բերետները դնում եք, վզներդ հաստացրել եք, սենց գիտեք թե էտ ես չեմ ասկնում, այնս մեր եք, մի օր մարդ ենք վերջո, հասեցի չշեղվիմ, ոգևորվիմ, խոսամ միայն լավ բանից, բայց թե չի ստա, այնքան վատ բան կա, որ լավից խոսալը ընդհանրապես էլի, ասենք չի լինում։ Հիմա ինչ վերաբերում է ժողովուրդ ջան, իրականում ասում եմ, եթե դուք չեք էլ կարողանա վաղը գաք մասնակցեք, ուղղակի ես խնդրած կլինեմ անպայման դիտեք վաղվա մեր միջոցառումը եւ կհասկանանք, հաստատ կհասկանանք, որ նստելով կամ այս Facebook-ով կամ ինչ-որ մեկ ուրիշ հարցերով չի լինում երկիր պահել, երկիր սիրել, այդպես չի կարելի։ Երկիրը սիրելու համար գոյն է, հա, օրվա մեջ մի ժամ, 2 ժամ, գոյն է պետք է ելնես քայլես քո երկրով, գոյն է ինչ-որ մի բանի ձեռք գցես կամ մի հատ ծառ տնկես կամ մի հատ ծաղիկ ցանես կամ մի քիչ հող մշակես, որ երկիրը զարգանա։ Պետք չէ որ հույսներս դնենք, չգիտեմ ում վրա, որ պետք է գան մեզ փրկեն։ Այն ասում է ռուսը կգաք փրկի, այն ասում է պարսիկը, այն ասում է անգլիացին, թող մեզ ոչ մեկ պետք չի որ մենք ինքներս ասում ողորմությամբ մենք կարանք մեզ փրկենք, եկենք մենք հասկանանք որտեղ ենք ապրում, ով ենք մենք։ Գիտակցենք այդ ամբողջը ու միասնական լինենք, ու տեսեք ինչքան լավ կլինի ամեն ինչը։ Ես հիմնական այսքանն էի ուզում ասեմ, չեմ ուզում ավել բաներ խոսամ, էլ եմ ասում, եթե խոսալու լի շատ կա խոսալու, երկրապահի վրով էլ կա, գեներալների վրով էլ կա, դեպուտատ գեներալների վրով էլ կա, նախկին ներքին ներկա, ինչ են ասում, նախկին թալանչիների վրով էլ կա, հասկանում եք խոսալու, շատ կա ասելու, բայց այսօր կա մի բան, մենք խիստ վտանգված ենք, և մեզ հարկավոր է, որ օրական ամեն մեկս մի հատ դրական, հա, իմպուլս տանք մեր երկրին, մեր հողին, մեկս մյուսին, մինչև գոյնը մի հատ առաջնորդ երևի թե կլինի, որ կառաջնորդի մեզ և կկարանանք ես ամեն ինչի մի տակից դուրս գանք, ժողովուրդ ջան, էսա, հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, հեսա կնմանվի մարդամեկին ես բարերի մեջ, ամենայն դեպս չեմ նմանվի, ես մի բան գիտեմ, որ ես սիրում եմ իմ ժողովրդին, սիրում եմ իմ ազգը, սիրում եմ իմ հայրենիքը,
Արցախս եմ սիրում։ Այնպես որ վաղը բոլորին հրավիրում եմ ես շատ լավ միջոցառմանը եւ հավանաբար դրանից հետո բոլորդ կտեսնեք, որ կասեք այն խոսացողներին միայն, հա, Facebook-յան ապրողներին, կասեք, որ երկիրը տես չի պահվում, էլի, երկիր պահել սովորելու համար, ուզում են իմանան ոնց պետք է պահվի երկիր, պետք է հա հետո մի բան էլ այդ, չգիտեմ, կրակել ենք սովորցնում, ես ինչ ենք անում, բան, սա խառնվել է իրար, ես չեմ հասկանում, ամեն տեղ շահ են տենում, ամեն տեղ շահը պետք է տենան, որ նոր ինչ-որ ասեն, ես ինչ քայլն արեք, են արեք, են մյուսն արեք, այդպես չի լինում, ես այսքան բան գիտեմ, սպասում եմ լրիվիտ վաղը, սպասում եմ ու եկեք շատ լավ կլինի, կտենաք, հաջողություն ձեզ։ Մի քիչ համբերենք ու սկսենք ժողովրդություն, շատ կարևոր բան կա ասելու։ Ուրեմն, բարի երեկո բոլորին, չեմ ուզում ոնց որ բոլորը նենց քննադատի դերում լինեմ և քննադատորեն մոտենամ, չնայած մեր երկրում ամեն ինչը քննադատելի է, ամեն ինչը։ Ուղղակի շատ վիրավորական պահ կա բոլորիս համար, դա գիտեք ինչն է, հարգելիներս, երբ որ մենք խոսում ենք հայրենիքից, սակայն բանից պարզվում է, որ մեր երկրում հայրենիք սիրելը հասկանում են ֆեյսբուքյան տիրույթում, սակայն այն, որ գործնականորեն ինչ-որ մեկը փորձի իր տանից դուրս գա կամ այս տիրույթից դուրս գա և երկրի համար ինչ-որ մի բան անի, դա բացակայում է մեր մոտ, որը շատ սարսափելի է։ Եվ գիտեք, մենք հայերս ենք հիմնականում, որ մտածում ենք այն ինչ-որ մտածում ենք և մեր մտածածը, երբ որ արտահայտում ենք այսպիսի տիրույթում իրար բացում, իրար հանդեպ բացվում, մեզ թվում է, թե ինչ-որ լավ բան ենք անում մենք մեր երկրի համար, բայց այդպես չի, հարգելիներս, երկրի համար, գործանելու համար պետք է դուրս գանք տանից, ինչ-որ աշխատանք կատարենք։ Ես շատ ու շատ լսում եմ, ասիկն մենք բոլորս ենք լսում, ոչ թե միայն ես, որ հենց հատկապես այս պատերազմից հետո սիրում ենք հիշենք մեր հերոսներին, ցույց տանք, որ մենք իրանց կողքին ենք, որ մենք իրանց հիշում ենք, իրանց ընտանիքների կողքին ենք, բայց ոչ մի բան չենք անում ընդհանրապես։ Մենք միայն ցույց ենք տալիս, հիշում ենք հերոսներին, հուզվում ենք իհարկե, բայց ոչ մի բան չենք անում։ Երբ որ գործը գալի հասնում նրան, որ
ինչ որ մի քայլ պետք է արվի, փաստացի ինչ որ քայլ արվի եւ օգնվի թե տվյալ ընտանիքին, թե երկրին, թե բանակին, թե սահման պահող, հա, մեր տղաներին, չկա այդպեսի բան։ Լիքը PR-ներ են անում, ուղղի եթեր են դուրս գալիս, ցույց են տալիս, որ իրանք համազգեստը հակած եւ ցույց են տալիս, որ իրանք կանգնած են սահմանի կողքին, կանգնած են կրվող տղաների կողքին, բայց գիտեք, այնքան խայտարակ վիճակ է դա, որ տվյալ մարդիկ ասում են ճանաչեք մեզ ճանաչեք, հա, լտեսեք, ես քշում գնում հասում եմ սահման, ես ինչ գործ եմ անում դե, բայց հետո պարզվում է, որ դրանք սրիկայություն են անում, ուղղակի։ Սրիկայություն են անում, որովհետև անձամբ ես շատ ու շատ, ասենք, մեր թե վարժանի կոլեկտիվի օգնությամբ, թե ջոկատով շատ ու շատ տեղացներ ենք մենք ուղարկում սահմանամերձ շրջան, բայց բանից պարզվում է դրանք տեղ չեն հասնում։ Գալի տանում են ու հանկարծ մենք տենում ենք դրանք ինչ որտեղ դրված եւ երբ որ զգուշացնում ենք թե ինչի համար, բա սա պետքա գնար ասնել սահման, չէ՞։ Ինչի համար սահման չի ասել։ Դե ինչ որ պատճառներ եւ այլն, լավ, չեմ խորանում այս մասին։ Հիմնական խնդիրը նրանում է, որ ուզում եմ խոսենք գործից, ժողովուրդ ջան։ Գործը նրանում է կայանում, այսօր մենք մեր փորձերի ժամանակ, երբ որ կանգնած նայում էի, թե ինչպես էին մեր վարժանի սաները պարապում, որ ցույց տային վաղը երթման արարողության օրը ցույց տային, թե ինչի են ընդունակ իրանք։ Մի ոգևորություն ապրեց մեջս, հասկանում եք, եւ այդ ոգևորությունը, որպեսզի տենակ, ես վաղը ժամը 11-ին բոլորիդ հրավիրում եմ մեզ մոտ Տիգրան մեծ ռազմական վարժարան եւ մասնակից կլինեք հրաշալի մի բանի։ Իրոք հրաշալի բանի։ Դա կմոռացության կտա մեզ, որ մենք ոչ թե պարտված, այլ հաղթած ազգ ենք, դա մեզ կտա հենց այդ վաղվա միջոցառում մեր։ Այն փայլը, այն հզորությունը, որ դուք կտեսնեք մեր սերունդի մեջ, հա, հնարավոր չէ, որ դրանով մենք չոգեկոչվենք, չոգեշնչվենք եւ դրան զուգահեռ, ովքեր էլ որ չեն կարողանա ուրեմն գան, ապա ես խնդրած կլինեմ, մենք ժամը 11-ից ես կհանձնարարեմ ուղի եթեր կմտնենք եւ կտեսնենք, թե ինչպես են մեր երեխաները, մեր ապագա զինվորները պատրաստ հանուն մեր երկրի եւ հանուն որ երկրի վաղը կիմանաք դա։ Այսօր ես այդ մասին չեմ խոսի։ Բայց հիմա դրան զուգահեռ ես ուզում եմ խոսեմ բոլոր այն գործանողներին համար, ովքեր որ ասում են մենք կանգնած ենք մեր բանակի կողքին, կանգնած ենք մեր ընկերոջ, այն մեդալներ ծախողների մասին եմ ուզում խոսամ, որ ինչ որ մեկին մեդալ են տանում տալիս, ասում են գիտեք, բայց մի պետքա գումար տաս այդ մեդալի համար, որտեղ փող եմ տվել, սարքել եմ, շատ վտանգավոր բաներ է կատարվում իմ միջալոց, ասում։ Հիմա այդ ամբողջին զատ ուզում եմ անդրադառնամ մի քիչ այս երկու օրերի վերաբերմունքով մեր պաշտպանության նախարարությանը, որ ով գալի նստում է պաշտպանության նախարար, առուծի սիրտ է կտրում, ասում է, «Всё, խփելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք, ես ո՞նց եք խփում, ջարդում, փշրում, քանի զոհ տվեցինք մեկ արդեն, քանի վիրավոր տվեցինք, ինչքան կորուստ տվեցինք»։ Եվ ինչ է կատարվում ընդհանրապես մեր երկրում այս քաղաքական իրավիճակում, հենց ասենք միտեղ մի քիչ վտանգվում է մեր սահմանը, քաղաքական էլիտան սկսում է շեղել մեզ, հա, դա կլինի, չգիտեմ, ազգային ժողովով իրար վրա շպրտելով, դա կլինի, չգիտեմ, փողոցային ինչ որ մի պայքարի դուրս գալու փայով, բայց հավատացեք, որ դրանցից ոչ մեկը
ոչ մեկը հաստատ այս երկրի մասին չի մտածում։ Երկրի մասին մտածողներն այդպեսին չեն լինում։ Երկրի մասին մտածողները նախ ժողովրդի համախմբման մասին կմտածեն։ Ուրիշ ոչ մի ձև ես չեմ կարող։ Մենք հասկանանք, որ երկիր կունենանք, եթե համախմբված չլինենք մենք։ Այդպես է, համախմբվածությունն էլ ոչ թե միայն երկրում, այլ համայն հայության մեջ պետք է լինի այդ համախմբվածությունը։ Սահմանում մեր զինվորը ցեխերի մեջ ապրում։ Ցեխերի մեջ։ Հետաքրքիր է, մեր այս պաշտպանության գերատեսչական, այդ ղեկավարներին վերցնենք իրանց կոստյում շալվարներով, այս կոստյումով ամբողջովին տանենք մի հատ դիրքեր, ասենք իջեք ոտքով գնացեք պատտվեք, մի հատ էլ նստեք այդ վրաների մեջ, ծակ վրաների մեջ անձրևին, հետո դուրս եկեք, մի հատ էլ կորոնա կվերցնեն կամ թոկաբոր կվերցնեն, որ նոր հասկանան մեր սահման պահող տղաների ղադրը։ Ամոթը իրոք, էսի չեք անում։ Եթե դուք այսօր չեք հարգում, չեք սիրում, չեք մտածում մեր երկիրը պահող տղերքի մասին, նրանց մասին, ումով դուք հաստատում եք ձեր քամակները։ Հասկանում եք, այդ որ նստում եք փափուկ բազկաթոռների վրա տաքա լինում, չի մրսում ձեր հետույքները եւ այլն, ախր այդ տղերքի շնորհիվ է այդ ամեն ինչը։ Լմետ իրար արեք տեղներից հետ։ Ու խոսքս վերաբերում է լրիվით։ Հաբրկած եք արդեն իսկականից, մինչև չենք խոսում, չենք ասում, ձեր մեջ ուրեմն չի մտնում այդ բանը, ես չեմ հասկանում։ Վերջ տվեք։ Հերիք եղավ, ումը պաշտոն են տալի, մատ գալու է կապով ստես վզին, իրան ցույց տալի թե ինքն է ու կա ամբողջը, մեկ էլ վաղը իսօրը մի հատ դավաճան է դառնում ինքը, հանուն ստրիկտիր են անում իրան այդ տեղացից, այդ պաշտոնից բանից, հետո մինչև երբ ստես պետք է շարունակվի, ես չեմ հասկանում այս երկրը։ Լսեք, էսի ձեր հոր դուքյանը չի։ Էսի մեր երկիրն է, հասկանում եք, երկիրը, և ձեզ ոչ մեկ չի տվել այդ իրավունքը, որ դες վերաբերվեք թե մեր սահմանների, թե մեր զինվորների, թե բանակի հանդեպ, ոչ ոք չի տվել ձեզ այդ իրավունքը։ Մի օր կկատաղենք, լուրջ եմ ասում, կապես ոստիկանների արած գործը որ կա, մի օր կկատաղենք, արա գելնենք հանցագործ կդառնանք ախր, հետո կասեք հանցագործ են այս մարդիկ, չի կարելի այդպես, կամ էլ այդ լակոտներ դարի, ոնց ասեմ ես այդ ոստիկաներին, որ իմ մեջ չի տեղավորվում այդ ամեն ինչը, հրա դուք մարդ եք տո, վթարայ, ես չգիտեմ ոնց դիմեմ ձեզ, ախր տեսանք ով եք ես պատերազմի ընթացքում տեսանք ոնց էիք նավնավում, լացում, լցնում տակները, թե ես ինչ վիճակը, եստեղ ձեր ուժը մենակ կամ ընջի, եթե ձեզ տվել են այդ իրավունքը, որ դուք կարգ ու կանոն պահպանեք, սենց բաներ են անում խի, մեր հայերն են իրանք լրիվը, եթե դուք չեք ընդունում իրանք հայ են, մենք կընդունենք, որ իրանք հայ են, նայեք ինչ եմ ասում, զորով հանցագործներ եք ուզում դարձնեք մեզի, ես սաղ կյանքներս թուրքից պաշտպանվանք, մի ումից պաշտպանվինք ստեղ, լասեք, թուրք զնդից է ռոզիսկ տվել, բերեք սելա վրեկս միջազգային ռոզիսկը, դուք էլ ստեից տակ, լուսնի վրա էլ այլ մոլորակայիները չեն թողնում ապրինք, հետո ոնց անենք այդ ամբողջը, լասեք տենան, կարմիր բերետները դնում եք, վզներդ հաստացրեր եք, սենց գիտեք թե հետա, ես չեմ ասկնում, այնս մեր եք, մի օր մարդ ենք վերջո, հասեցի չշեղվիմ, չոգևորվիմ, խոսամ միայն լավ բանից, բայց թե չի ստավ, ինքան վատ բան կա, որ լավից խոսալ է ընդհանրապես էլի, ասենք չի լինում, հիմա ինչ վերաբերում է ժողովուրդ ջան, իրականում ասում եմ, եթե դուք չեք էլ կարողանա վաղը գաք մասնակցեք, ուղղակի ես խնդրած կլինեմ անպայման դիտեք վաղվա մեր միջոցառումը եւ կհասկանանք, հաստատ կհասկանանք, որ նստելով կամ այս Facebook-ով կամ ինչ-որ մեկ ուրիշ հարցերով չի լինում երկիր պահել, երկիր սիրել, այդպես չի կարելի։
Երկիրը սիրելու համար գոյն է, հա, օրվա մեջ մի ժամ, 2 ժամ, գոյն է պետք է երնից քայլես քո երկրով, գոյն է ինչ-որ մի բանի ձեռք գցես, կամ մի հատ ծառ տնկես, կամ մի հատ ծաղիկ ցանես, կամ մի քիչ հող մշակես, որ երկիրը զարգանա։ Պետք չէ, որ հույսներս դնենք, չգիտեմ ում վրա, որ պետք է գան մեզ փրկեն։ Այն ասում է ռուսը կգաք փրկի, այն ասում է պարսիկը, այն ասում է անգլիացին, թող մեզ ոչ մեկ պետք չի, որ մենք ինքներս ասու ողորմությամբ մենք կարանք մեզ փրկենք, եկենք մենք հասկանանք որտեղ ենք ապրում, ով ենք մենք։ Գիտակցենք այդ ամբողջը, ու միասնական լինենք, ու տեսեք ինչքան լավ կլինի ամեն ինչը։ Ես հիմնական այսքանն էի ուզում ասեմ, չեմ ուզում ավել բաներ խոսամ, էլ եմ ասում, եթե խոսալու լի շատ կա խոսալու, երկրապահի վրով էլ կա, գեներալների վրով էլ կա, դեպուտատ գեներալների վրով էլ կա, նախկին ներքին ներկա են ինչ են ասում, նախկին թալանչիների վրով էլ կա, հասկանում եք խոսալու, շատ կա ասելու, բայց այսօր կա մի բան, մենք խիստ վտանգված ենք, և մեզ հարկավոր է, որ օրական ամեն մեկս մի հատ դրական, հա, իմպուլս տանք մեր երկրին, մեր հողին, մեկս մյուսին, մինչև գոյնը մի հատ առաջնորդ երևի թե կլինի, որ կառաջնորդի մեզ և կկարանանք այս ամեն ինչի մի տակից դուրս գանք, ժողովուրդ ջան, էսա, հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, հեսա կնմանվի մարդամեկին ես բառերի մեջ, ամենայն դեպս չեմ նմանվի, ես մի բան գիտեմ, որ ես սիրում եմ իմ ժողովրդին, սիրում եմ իմ ազգը, սիրում եմ իմ հայրենիքը, Արցախս եմ սիրում, այնպես որ վաղը բոլորին հրավիրում եմ ես շատ լավ միջոցառմանը և հավանաբար դրանից հետո բոլորդ կտեսնեք, որ կասեք են խոսացողներին միայն, հա, ֆեյսբուքյան ապրողներին, կասեք, որ երկիրը տես չի պահվում, էլի, երկիր պահել սովորելու համար, ուզում են իմանան ոնց պետք է պահվի երկիր, պետք է հա հետո մի բան էլ էդ, չգիտեմ, կրակել ենք սովորցնում, ես ինչ ենք անում բան, սա խառնվել է իրար, ես չեմ հասկնում, ամեն տեղ շահ են տենում, ամեն տեղ շահը պետք է տենան, որ նոր ինչ-որ ասեն, ես ինչ քայլն արեք, են արեք, են մյուսն արեք, այդպես չի լինում, ես այսքան բան գիտեմ, սպասում եմ լրիվիդ վաղը, սպասում եմ ու եկեք շատ լավ կլինի կտենաք, հաջողություն ձեզ։